Շինարարական տեխնիկան դարձյալ սկսել է աղմկել Արմավիրում, բնակիչներն ըմբռնումով են մոտենում, ժամանակավոր անհարմարությունն իրենց բարեկեցության համար է։ Եվս մի քանի օր և Սայաթ-Նովա փողոցն ամբողջությամբ կհանձնվի շահագործման։ Ասֆալտապատման աշխատանքները, որ իրականացվում են մի քանի փուլով և անցյալ տարվանից, շուտով կավարտվեն։ Որակ ապահովելու համար շինարարները բարձր նշաձող են սահմանել։ Ընթացքում պարտադիր ջերմաչափում ենք, որպեսզի ասֆալտի նվազագույն ջերմաստիճանը չխախտենք, որակի հետ կապված խիստ ստուգումներ կան իրականացումը տարածքային նախարարության լաբորատորիայի կողմից, ասֆալտների հաստություն, խտություն, շերտերի բոլոր տեղադրված շերտերի խտություն, հատիկաչափական կազմ, աշխատում ենք նենց անենք, որ բոլոր արվող աշխատանքները լրիվ համապատասխանեն մեր ունեցած ստանդարտներին և ծառայի նպատակին ու երկար։ Ասֆալտի վերին շերտը տեղադրում են երկու տեխնիկայով միաժամանակ, այդպես է արվում, որ կարճ ժամանակի ընթացքում չբացվի։ Հիմնանորոգումն իրականացվում է պետության և համայնքի ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը 245 միլիոն դրամ է, որի 35%-ն է պետության մասնաբաժինը։ Մինչև ասֆալտապատումը նորոգվել, կարգի են բերվել նաև ենթակառուցվածքները։ Կոյուղագծի վրա են որոշակի աշխատանքներ իրականացվել և ամբողջովին հիմնանորոգվել է ջրամատակարարման համակարգ։ Նաև սիզամարգերի վրա են աշխատանքներ իրականացվել, նոր հող ենք ավելացրել, որտեղ արդեն բնակիչները հնարավորություն կունենան իրենց տան դիմաց նոր ծառեր և նոր բուսատեսակներ աճեցնել։ Հորդառատ անձրևներն այլևս անհանգստանալու առիթ չեն տա։ Նոր սելավատարները կկանխեն ջրի լճացումը։ Բնակիչներն ուրախ են նաև մայթերի ասֆալտապատման համար։ Երբեմնի խորտուբորտ ու փոշոտ մայթերը, որ դժվար անցանելի էին հատկապես տարեցների համար, հիմա հաճելի են քայլելու համար։ Ես համարյա թե գալիս եմ 5 կիլոմետր ընդեղից թե։ Մի անգամ էլ գնացել են Սպտետվայեկա, տեսայս մերի որ մարաթորա մինչև համարեց է Բանգլադեշ։ Շինարարական եռուզեռ է նաև Սարդարապատում, այստեղ էլ հիմնանորոգվում է դեպի մանկապարտեզ տանող ճանապարհը։ Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի խոսքով առաջնահերթությունը տալիս են դեպի ուսումնական հաստատություններ տանող ճանապարհների նորոգմանը։ Սարդարապատի մանկապարտեզին հարող փողոցի ասֆալտապատումը ևս սուբվենցիոն ծրագրով է, արժեքը 46 միլիոն դրամ է։ Ճանապարհը այնպես է նախագծված, ջրերը ուղղվեն դեպի առուներ, այսինքն ոռոգման համար նախատեսված առուներ եւ այդպես կազմակերպվի նաեւ ջրահեռացումը։ Վերջին շրջանի բոլոր աշխատանքները, բոլոր ասֆալտապատման, բոլոր ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները այնպես է նախագծվում, որ նաեւ հետիոտների համար կարևոր նշանակություն ունի եւ ներառվում է նաեւ մայթերի եւ եզրաքարերի հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ։ Սարդարապատցիները բարձր են գնահատում գյուղական բնակավայրերի նկատմամբ ուշադրությունը։ Հիմա իրենք էլ կարող են երթևեկել առանց փոսերը շրջանցելու հարթ ճանապարհով։ Վստահ դուռը լուսամուտ կբացեն, չվախենալով փոշու ներխուժումից։ Երեխային դպրոցում մանկապարտեզ կուղարկեն մաքուր դիմավորելու ակնկալիքով։ Նախկինում փոշի էր, թոզ էր, քարուքանդ էր, իսկ հիմա ահագին արդեն ասֆալտապատ փողոցներ կա ու էլի շարունակելու են ասֆալտապատել, որ մեր ժողովուրդը չոր, մաքուր, ակուրատի ցեխորերին գնա մանկապարտեզ, դպրոց, հետգատուն։ Սուբվենցիոն երրորդ ծրագիրն էլ Միասնիկյան բնակավայրում է իրականացվում։ Այստեղ ևս ասֆալտապատում է դեպի դպրոց տանող ճանապարհը, որը երբևէ բարեկարգ չի եղել։ Նաև մայթեր են կառուցում, եզրաքարեր տեղադրում։ Արմավիրի համայնքապետարանը խնդիր է դրել մեկ մակարդակով բարձրացնել գյուղական բնակավայրերի իր սպասարկման ենթակառուցվածքները։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։